Գորայքը Սիսյան համայնքի գյուղերից է, գտնվում է Սպանդարյանի ջրամբարի հարակից տարածքում ու հենց ջրամբարի հետ էլ շաղկապվում է գյուղի պատմությունը։ Գորայքը երիտասարդ գյուղ է, բնակչությունը ջրամբարի կառուցման նպատակով տեղափոխվել է նախկին բնակավայրից։ Այս տարածքում դեռևս հարյուրավոր, հազարավոր տարիներ առաջ ապրել են մեր պապուպապերը եւ բազմաթիվ իհարկե կան հին հուշարձաններ, կան բազմաթիվ բնակատեղիներ, որոնք վկայում են, որ մենք այստեղ իհարկե նոր չենք եկել։ Գյուղի պատմությունն է անում դպրոցի տնօրեն Մարտուն Թադևոսյանն ու ծանոթացնում վերանորոգման աշխատանքների ընթացքին եւ հետո միասին դեպի դպրոցի ժամանակավոր կայանատեղի ենք քայլում։ Իսկ այստեղ արդեն ամանորին են պատրաստվում։ Դպրոցի նախնական զինվորական պատրաստություն առարկայի ուսուցիչ զինված ուժերի պահեստազորի սպա Վարդան Մինասյանը նաև իր անձնական ձեռքբերումն է համարում այն, որ իր աշակերտները զինվորական մասնագիտություն են նախընտրում։ Մեր գյուղից շատ սաներ այս պահին սովորում են Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայում եւ մենք, ինչպես Մոնթե Մելքոնյանում սովորող, մեր սաներով միշտ հպարտանում ենք։ Գորայքցի մոնթեական Օնիկը Եվրաքսիայի որդին է, մոտ օրերս որդին արձակուրդ կգա, կրտսեր քույրն ու եղբայրը սպասում են Օնիկին, որ միասին տոնածառը զարդարեն ու նոր տարին դիմավորեն։ Վալերիկ Հայրապետյանն իր բազմանդամ ընտանիքով եւս սահմանապահ այս գյուղում է ապրում։ Գորայք տեղափոխվել են մեկ այլ սահմանամերձ բնակավայրից։ 12 տարի սահման եմ պահի, պոստավո եմ ծառայի, դե նորից մի արանք դադար տվին, նորից ուզում եմ էլի եթամ ծառայության։ Այսինքն ոչ թե եթում եմ, այլ դիմել եմ արդեն, որ պիտի եթեմ։ Այս տարիներին սիրելի կինը վեներ անել, թև ու թիկունք է եղել ամուսնուն, կիսել կենցաղի հոգսն ու հպարտացել զինծառայող ամուսնու ընտրությամբ, միաժամանակ դաստիարակելով իրենց 8 զավակներին։ Ինչպիսին է կյանքը հայրենիքի սահմանին։ Անտիր։ Ես որ տարիքում էլ լինեմ, երբեք չեմ գնա քաղաք, ես պիտի ապրեմ այս գյուղում։ Սրբուհին պատմում է, որ թեև կյանքը սահմանին բարդ է, ապրուստը դժվարությամբ է վաստակվում, փորձում է երեխաներին սովորեցնել ամենակարևորը՝ փոքրիկ ձեռքբերումներով գոհանալ ու բաց չթողնել բերկրալի պահը վայելելու հնարավորությունը։ Շնորհավորում ենք մեր սահմանին կանգնած զինվորներին, ուժ ու կորով ենք մաղթում, որպեսզի պահպանեն մեր սահմանները, մենք էլ խաղաղ ամանոր դիմավորենք։ Էրիկը տան երեխաներից ավագն է, 13 տարեկան է, հայրենյաց պաշտպան է դառնալու, իրենց գյուղի սահմանը հսկի ու լավ կրթություն ստանա, առայժմ սա ամենակարևորն է։ Իսկ Մարատն ու Տիգրանը Երևանից են եկել հայրենիքի սահմանը պաշտպանելու, մինչև որ Էրիկի պետական սահմանը պաշտպանելու հերթը գա։ Այս տարի տղաներն առաջին անգամ են ամանորը սահմանագծին դիմավորելու։ Ես էլ եմ առաջի անգամ նոր տարի նշելու բանակային դիրքերում, շնորհավորում եմ բոլորի ամանորը եւ Սուրբ Ծնունդը։ Ուզում եմ առաջին հերթին շնորհավորել ընտանիքիս անդամներին, ում կարևորությունը ու ում հանդեպ սերը այս վերջին մի տարվա ընթացքում մի քանի անգամ բազմապատկվել է, ովքեր որ տուն են գնալու 2026 թվականին բարի վերադարձ, ով էլ որ պատրաստվում է համալրել մեր շարքերը, բարի գալուստ։ 2025 թվականը ես դիմավորել եմ հենց դիտակետում, խրամատում կանգնած եւ այդ պահին այնպիսի զգացողություններ էր, որ զգում էր միայն պատիվ ու արժանապատվություն լինելով պետական սահմանին կանգնած։ Իսկ բանակային դիրքում լռություն կլինի։ Եվ ձյան ճերմակ փաթիլները հուշիկ կիջնեն վար, մանրիկ սառցեբյուրեղներով ձմեռը խաղաղություն կնախշի սահմանագծին, տների կտուրներին ու բակերում եւ գուցե այնքան իրական թվա ամանորյա հրաշքը։ Նաիրա Համբարձումյան, Հովանես Գրիգորյան, Զինուշ։